Երևանյան այդ հին ու բարձրահարկ շենքի բնակարանում, որտեղ ապրում էին Մարտիրոսյանները, օդը միշտ հագեցած էր լինում կամ թարմ աղացած սուրճի, կամ էլ տիկին Նարայի հայտնի թխվածքների բույրով։ Սակայն վերջին ամիսներին այդ բույրերին գումարվել էր ևս մի անտեսանելի զգացողություն՝ թեթև լարվածությունը, որը սովորաբար առաջանում է, երբ տանը նոր մարդ է հայտնվում։ Անին, Արմենի կինը, այս տուն էր եկել մեծ սիրով ու մի փոքր էլ վախով։ Նա գիտեր, որ Մարտիրոսյանների ընտանիքը քաղաքում հայտնի է իր հստակ կանոններով եւ ավանդույթներով, բայց նա չէր պատկերացնում, որ իր ամեն մի քայլը լինելու է իսկական ռադարի տակ։ Այդ ռադարը Արմենի քույրն էր, Լիլիթը։ Լիլիթը, ում Անին սկզբում ընկալում էր որպես դասական չար տալ, իրականում շատ ավելի բարդ կերպար էր։ Նա 30-անց, բարձրահասակ, միշտ կոկիկ հագնված եւ չափազանց լռակյաց մի կին էր, ում հայացքը կարող էր սառեցնել նույնիսկ ամենաինքնավստահ մարդուն։ Լիլիթը մասնագիտությամբ քննիչ չէր, բայց նրա ուշադրությունը մանրուքների նկատմամբ պարզապես ֆենոմենալ էր։ Նա կարող էր սենյակ մտնելիս անմիջապես նկատել, որ պահարանի վրայի հուշանվերը մի քանի սանտիմետր շեղվել է իր տեղից, կամ որ Անին այսօր սովորականից ավելի շատ է շպարվել, երևի ինչ-որ բան թաքցնելու համար։ Անիի համար կյանքը Լիլիթի հետ նույն հարկի տակ նման էր շախմատային խաղի, որտեղ ինքը միշտ սևերով էր խաղում եւ անընդհատ պաշտպանվում էր։ Եթե Անին խոհանոցում փորձում էր նորատիպ մի ուտեստ պատրաստել, Լիլիթը հայտնվում էր դրան շեմին ու առանց բառ ասելու նայում էր, թե ինչպես է հարսը կտրատում բանջարեղենը։ Այդ հայացքի մեջ Անին կարդում էր 1001 հարց. Արդյոք դու գիտես, որ մեր տանը սոխը ավելի մանր են կտրատում, կամ վստահ ես, որ այս համեմունքը սազում է այստեղ։ Անին թվում էր, թե Լիլիթն իրեն համարում է թշնամի, ով եկել է խլելու իր միակ եղբորը եւ քանդելու տան հաստատված անդորը։ Լարվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ տիկին Նառան որոշեց նշել իր ծննդյան 60-ամյակը։ Դա պիտի լիներ մեծ միջոցառում, որին հրավիրված էին բոլոր հեռավոր բարեկամները, Սիսիանից մինչև Մոսկվա։ Տոնական երեկոյին տունը լիքն էր մարդկանցով։ Ծիծաղը, կենացները եւ երաժշտությունը թնդում էին ողջ բնակարանով մեկ։ Տիկին Նառան իրեն հատուկ շքեղությամբ այդ օրը կրում էր ընտանեկան ամենաթանկ մասունքը՝ մի հնաոճ ոսկյա մանյակ, որը զարդարված էր հազվագյուտ զմրուխտներով եւ ադամանդներով։ Դա այն զարդն էր, որի մասին տանը լեգենդներ էին պատմում, եւ որը պիտի ժառանգաբար անցներ հաջորդ սերունդներին։ Երբ երեկոն մոտենում էր ավարտին եւ հյուրերի մի մասը սկսել էր ցրվել, տիկին Նառան բարձրացավ իր սենյակ մի պահ հանգստանալու։ Հանկարծ տնով մեկ լսվեց մի ճիչ, որից բոլորի արյունը պաղեց։ Տիկին Նառան կանգնած էր հայելու առջև, իսկ նրա զարդատուփը բաց էր ու դատարկ։ Մանյակը չկար։ Այն մանյակը, որը նա ընդամենը կես ժամ առաջ հանել էր վզից ու դրել տուփի մեջ, անհետացել էր։ Տանը սկսվեց իսկական քաոս։ Հյուրերը շփոթված էին։ Արմենը փորձում էր հանգստացնել մորը, իսկ Անին, զգալով բոլորի հայացքները իր վրա, սկսեց լաց լինել։ Նա գիտեր, որ ինքն է վերջինը եղել այդ սենյակում, սկեսրոջ համար ջուր տանելիս։ Բոլորի աչքերում Անին տեսնում էր մեղադրանք։ Բոլորի, բացի Լիլիթից։ Հենց այդ պահին Լիլիթը փոխվեց։ Նա կարծես դուրս եկավ իր սովորական կերպարից ու դարձավ մի սառնասիրտ քննիչ։ Նա փակեց տան մուտքի դուռը, բանալին դրեց գրպանն ու հանգիստ ձայնով ասաց. «Ոչ ոք տնից դուրս չի գալիս, քանի դեռ մենք չենք գտել մայրիկիս զարդը»։ Նրա ձայնի մեջ այնքան ուժ կար, որ նույնիսկ ամենաաղմկոտ հյուրերը լռեցին։ Լիլիթը սկսեց իր դետեկտիվային հետաքննությունը։ Նա նախ մտավ սկեսրոջ սենյակ, բայց ոչ թե զարդն էր փնտրում, այլ հետքեր։ Նա զննեց պատուհանագոգը, հատակի փոշին եւ նույնիսկ օդափողության անցքը։ Ապա նա վերադարձավ հյուրասենյակ ու սկսեց հերթով նայել հյուրերին։ Նա հիշեց, որ հեռու բարեկամուհիներից մեկը, Սուսանը, ամբողջ երեկոյի ընթացքում չափազանց շատ էր հետաքրքրվում զարդի պատմությամբ։ Լիլիթի աչքից չէր վրիպել նաև այն, որ Սուսաննը վերջին 10 րոպեներին 3 անգամ փորձել էր մտնել լոգարան, պայուսակը ձեռքին սեղմած։ Սակայն Լիլիթը չշտապեց մեղադրել։ Նա գիտեր, որ ուղղակի մեղադրանքը կարող է ոչ մի արդյունք չտալ։ Նա դիմեց մի հնարամիտ հոգեբանական քայլի։ «Գիտեք», ասաց Լիլիթը դանդաղ քայլելով հյուրասենյակում, «Արմենը վերջերս այս տանը տեղադրել է նորագույն սմարթ համակարգ, որը ոչ միայն տեսագրում է,
այլև ֆիքսում է յուրաքանչյուր մետաղական իրի շարժը սենյակների միջև։ Ես հիմա կմիացնեմ իմ հեռախոսը հեռուստացույցին, եւ մենք կտեսնենք, թե ում գրպանում կամ պայուսակում է հայտնվել մանյակը սենյակից դուրս գալու պահին։ Բայց քանի որ ես չեմ ուզում մեր տոնը վերածել դատավարության, ես հիմա կմարեմ լույսերը ճիշտ 2 րոպեով։ Ով վերցրել է զարդը, թող այն դնի այս մեծ ծաղկամանի մեջ, որը դրված է դռան մոտ։ Եթե 2 րոպե անց զարդը լինի այնտեղ, ես ձայնագրությունը կջնջեմ ու ոչ մեկին ոչինչ չեմ ասի։ Եթե ոչ, ոստիկանությունն արդեն ճանապարհին է։ Լույսերը մարեցին։ Տիրեց այնպիսի լռություն, որ լսվում էր միայն ժամացույցի զարկերը եւ մարդկանց արագացած շնչառությունը։ Անին սեղմվել էր Արմենին, չհավատալով իրականությանը։ 2 րոպեն թվում էր հավերժություն։ Երբ Լիլիթը միացրեց լույսը, նա մոտեցավ ծաղկամանին, ձեռքը մտցրեց մեջն ու դուրս բերեց փայլփլող մանյակը։ Հյուրերի միջից Սուսաննը հանկարծակի վատացավ ու նստեց աթոռին։ Բայց Լիլիթը նույնիսկ չնայեց նրա կողմը։ Նա մոտեցավ մորը, զարդը դրեց նրա ձեռքն ու ասաց. «Մայրիկ ջան, երևի պատահաբար էր ընկել ծաղկամանի հետևը»։ Նա փրկեց ոչ միայն զարդը, այլև ընտանիքի պատիվը, թույլ չտալով, որ բարեկամական կապերը վերջնականապես քանդվեն խայտառակությունից։ Երբ բոլորը գնացին, Անին մնաց խոհանոցում, փորձելով հավաքել սպասքը։ Նրա ձեռքերը դեռ դողում էին։ Լիլիթը մտավ խոհանոց, նստեց սեղանի մոտ ու ասաց. «Իսկ հիմա կարող ենք հանգիստ սուրճ խմել, Անի ջան»։ Անին ապշած նայեց նրան. «Լիլիթ, բայց Արմենը երբեք տեսախցիկներ չէր տեղադրել, չէ»։ Լիլիթը թեթևակի ժպտաց, ինչը Անին տեսնում էր առաջին անգամ։ «Իհարկե ոչ, բայց ես տեսել էի, թե ինչպես էր Սուսանը դողում, երբ ես խոսում էի տեխնիկայի մասին։ Գիտես, Անի, ես քեզ երբեք թշնամի չեմ համարել։ Պարզապես ես շատ եմ սիրում այս տունն ու իմ եղբորը։ Երբ դու եկար, ես պիտի վստահ լինեի, որ դու այն մարդն ես, ով կկիսի մեր պատասխանատվությունը։ Այսօր ես տեսա, որ դու ոչ թե մեղավոր էիր, այլ զոհ, ու ես չէի կարող թույլ տալ, որ քեզ նեղացնեն մեր տանը»։ Այդ գիշերից հետո ամեն ինչ փոխվեց։ Լիլիթը դարձավ Անիի ամենամոտ ընկերուհին ու խորհրդատուն։ Անին հաշկացավ, որ տալը ոչ թե թշնամի է, այլ տան ամենաարդար դատավորն ու պաշտպանը։ Լիլիթը շարունակեց մնալ իր տեսակի մեջ դետեկտիվ։ Նա դեռ նկատում էր ամեն մի փոշու հատիկ ու ամեն մի թեք դրված բաժակ, բայց հիմա Անին գիտեր, այդ սուր հայացքի հետևում թաքնված է մի սիրտ, որը պատրաստ է ցանկացած պահի կանգնել իր կողքին։ Նրանք դարձան մի թիմ, որտեղ հարսն ու տալը ոչ թե պայքարում էին իշխանության համար, այլ միասին պահում էին Մարտիրոսյանների տան ամրությունն ու խաղաղությունը։ Իսկ Սուսանը, նա այլևս երբեք չհամարձակվեց մտնել այդ տուն, որովհետև գիտեր, այնտեղ ապրում է մի գլխավոր դետեկտիվ, ում աչքից ոչինչ չի վրիպում։